մի ժամով ընդամենը այդ թուղթը նախաստորագրելու համար Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը, բայց ներքաղաքական իմաստով շատ կարևոր էր այդ իրադարձությունը հետևյալ տրամաբանությամբ։ Դուք հիշում եք 5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ-որ մեկին միջանցք ենք խոստացել, ինչ-որ մեկին միջանցք ենք տալու կամ ինչ-որ մեկին միջանցք ենք տալու կամ տալիս։ Ստորագրված փաստաթուղթը ի վերջո այդ գոյություն երբևէ գոյություն չունեցած թեման ի վերջո դուրս բերեց օրակարգից։ Ինչ եմ ասում գոյություն չունեցող, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անդադ շրջանառվել է եւ ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային, ասելով, որ այդպիսի բան լինել պարզապես չի կարող։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծում է, որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Այսպիսով միջանցքի գոյություն չունեցած եւ արհեստականորեն ներմուծման փորձերով մեր հանրության ներկայացված թեման գոյություն չունի, բայց սա շատ կարևոր է արձանագրելու համար, թե ինչպես են արհեստական թեմաներ ներմուծվում Հայաստանի կյանքի օրակարգ։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ նորության մասին էլ ասել, որովհետև թրիփ նախագիծը մասնավորապես երկաթուղին, գիտեք, որ մեղրի երկաթուղին է, որը պետք է վերականգնվի առաջիկայում, եւ նաեւ եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Տրամփի արած գրառմանը, շատ կարևոր շեշտադրում կար այնտեղ, որ թրիփ նախագիծը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես արևելքից արևմուտք էներգակիրների տարանցման կարևոր երթուղի։ Սա նշանակում է Հայաստանի միջազգային դերի շատ ավելի էական բարձրացում եւ նոր որակի պետությունը ընդգծվում է նաեւ սրանով, նոր որակի պետություն, նոր որակի միջազգային հարաբերություններով։ Եվ ես հույս ունեմ, որ ձեզ համար դա տեսանելի է։ Տեսեք, 2026 թվականին Հայաստան են այցելել Միացյալ Նահանգների փոխնախագահ, Միացյալ Նահանգների պետքարտուղարը, եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, նրանցից երկուսը անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներ, 3-ը մեծ յոթնյակի անդամ երկրների ղեկավարներ, եւ սա Հայաստանի Հանրապետության նոր միջազգային դերի մասին է։ Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ մեծ խոշոր նախագծի վերաբերյալ, որը ավելի է ընդգծում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Մենք, Ժողովուրդ ջան, նույնիսկ մենք չենք նկատել։ Այդ մեր միջազգային գործընկերները եկան եւ արեցին Հայաստանում մի շատ հետաքրքիր հայտարարություն։ Նրանք ասացին, որ Հայաստանը գտնվում է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհին։ Եվ այդ ճանապարհը ամենակարճ արևելքի եւ արևմուտքի միջև անցնում է Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզով։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում կբացենք ոչ միայն մեր հարավային երկաթուղին, այլև հյուսիսային երկաթուղին, որը նաեւ երկու ճյուղերը Իջևան Հրազդան երկաթուղու եւ Վանաձոր Գյումրի երկաթուղու ճյուղերը Լերմոնտովո բնակավայրի մոտ ընդամենը 6 կիլոմետր են իրարից հեռու, կմիացնենք իրար եւ մենք կստանանք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին եւ մյուս կողմից այսօր արդեն միջազգային ներդրողները գալիս եւ մեզ առաջարկում են, որպեսզի Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով մենք բեռնատարների համար, նոր միջազգային բեռնատարների համար նոր եւ վճարովի երթուղի առաջարկենք։ Նաեւ սրանով է ընդգծվում նոր որակի պետությունը, բայց նոր որակի պետությունը ինքը շատ կարևոր է, որ ունենա նոր որակի կրթություն։
Դրա համար է որ մենք Հայաստանում կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն եւ իրականացնում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ նաեւ ակադեմիական քաղաքի ծրագիրը, որը պետք է այս ամբողջ օրակարգը սպասարկելու համար մեզ պետք են ավելի շատ նոր որակի կադրեր եւ ընդհանուր առմամբ մեր առանձայն էլ բարձր կրթական ցենզը մենք պետք է եւս մի աստիճանով բարձրացնենք, բայց շատ կարեւոր է իհարկե ամեն ինչը տեղի է ունենում խաղաղության շնորհիվ, բայց խաղաղությունը խաղաղություն, մենք չենք մոռանում Հայաստանի պաշտպանության անհրաժեշտության մասին եւ ահա 2026 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը կարծում եմ տվեց եւս մի կարևոր հարցի պատասխան, թե ինչքանով են ճշմարիտ այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը, կառավարող մեծամասնությունը ջանք չի գործադրում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր բանակի ձևավորման եւ ստեղծման առիթով, ինչը դուք տեսաք մայիսի 28-ին։ Եվ ես շնորհակալ եմ բոլորիդ համբերության համար, որովհետև 5 տարի մենք ռեակցիա չենք տվել։ Մեզ անդադ ասել են, որ մենք բանակը քանդում ենք, որ պաշտպանության ուղղությամբ ոչ մի բան չենք անում, որ մենք արտաքին պարտքը կրկնապատկել ենք, տարել ենք Շվեյցարիաներում ենք դրել, չգիտեմ, Կանադաներում, Ֆրանսիաներում, եւ շատ կարեւոր է, որ այս ընթացքում մեր լռությունը չմեկնաբանվեց որպես համաձայնություն, որովհետև այն ինչ դուք տեսաք, մենք իրականացրել ենք գաղտնիության պայմաններում եւ Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է անցել ձեր աչքի առաջով, բայց ամենակարևոր նորությունը այն է, որը էլի նոր որակի պետության մասին է, որ այդ սպառազինության մի շատ կարևոր հատվածը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, Բայց ես ուզում եմ նաև արձանագրենք, որ 2017 թվից ի վեր մենք 2025 թվականի դրությամբ գիտության ֆինանսավորումը 2.7 անգամ ավելացրել ենք, գիտության ոլորտում կամավոր ատեստավորման միջոցով 100-ից 300%-ով մենք ավելացրել ենք աշխատավարձերը, ռազմարդյունաբերության համալիրում 2021 թվականից մինչև 2025 թվականը 170 միլիարդ դոլար են ներդրել Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մենք այսօր ունենք արդյունք եւ արդյունքը այն է, որ այսօր Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի նմուշները արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքում զարգացած պետությունների հետ, ժողովուրդ ջան, զարգացած, ոչ թե զարգացող, այլ զարգացած պետությունների հետ, եւ սա շատ իմիջայլոց առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, մայիսի 3-4-ին, ներողություն, հունիսի 3-4-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ռազմարդյունաբերական ցուցահանդես Հայաստանի Հանրապետության։ Ճիշտ է, մենք այդ նմուշները մինչև 12 ժամ առնվազն պահել ենք Տիգրան Մեծ պողոտայում, բայց նրանք ովքեր էլի են ուզում տեսնեն հայկական արտադրության ռազմարդյունաբերության նմուշները, մայիսի 3-4-ին կարող են այցելել մարզահամերգային համալիր, նորից նայել, նորից տեսնել, նորից հպարտության զգացում ունենալ այդ ամենի համար, բայց ես ուզում եմ ասել, որ նոր որակի պետությունը նաև շատ կարևոր է, որ համապատասխանի ժամանակակից չափանիշներին։ Մենք ընդամենը այս տարի, կարծեմ հունվարին էր, եթե չեմ սխալվում, մենք Երևանի պետական համալսարանում բացեցինք առաջին սուպեր համակարգիչը, որը պետական բյուջեի միջոցով ձեռք էր բերվել Երևանի պետական համալսարանի համար, եւ դա մեծ իրադարձություն է Հայաստանի գիտության եւ կրթության ոլորտում, բայց հիմա արդեն շուտով Գագարին բնակավայրում բացվում է առաջին սուպեր համակարգչային կենտրոնը, որը մեծ ներդրումային ծրագիր է,
բայց նաև Հրազդանում արդեն իմիջայլոց Հրազդան մեքենա գործարանի տարածքում ստեղծվում է առաջին արհեստական բանականության գործարանը Հայաստանի Հանրապետությունում, որը ինչպես Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարեց 5 միլիարդ դոլարի ներդրում է ենթադրում Կոտայքի մարզում Հրազդանում Հրազդան մեքենա նախկին գործարանի տարածքում եւ ահա սա է բնորոշիչը մեր նոր որակի պետության, բայց նոր որակի պետությունը պետք է իր հետ բերի նաև նոր որակի կյանք։ Վերջին ամսվա ընթացքում շրջելով Երևանի քաղաքապետի հետ Երևանով, մենք Երևանում տեսանք, ես իմ աչքով եմ տեսել շոշափել։ Միկրոֆոնը սեզը, բան զեմլատ զազեմլենի հետո։ Նոր որակի բակեր, նոր որակի խաղահրապարակներ, այսօր արդեն մենք Երևանում ունենք նոր որակի վերելակներ, եւ մենք շուտով ավարտին կհասնենք, ի վերջո մենք հաղթահարեցինք հուսահատության գազելների դարաշրջանը եւ այսօրվա դրությամբ նաեւ այն որ այն օրը 45 տրոլեյբուսները ցույց տվեցինք Հանրապետության հրապարակում, այսօր առավոտվա դրությամբ նրանցից 30-ը դուրս են եկել արդեն երթուղի, երեքշաբթի օրվա դրությամբ 45 նոր տրոլեյբուսները դուրս կգան, դա նոր որակի տրանսպորտի մասին է խոսքը, բայց ես ուզում եմ ընդգծել նաև նոր որակի պետությունը պետք է ունենա նաև նոր որակի սոցիալական ապահովություն, որովհետև այո, զարգացում, բայց մարդիկ պետք է իրենց կյանքի վրա զգան այդ զարգացումը։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անկախությունից ի վեր միջին կենսաթոշակը այսօր ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին, երբ ես ընտրվել եմ վարչապետ, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր 46,000 դրամա պլյուս անկախիկ առևտրի դեպքում հետվճարի հնարավորությունը, բայց սոցիալական ապահովության ոլորտում մեկ ուրիշ ցուցանիշ եմ ուզում ասեմ, ամենակարևորը, մինչև 18 տարեկան մեր երեխաները եւ 65 պլյուս մեր թոշակառուները պետական բյուջեի հաշվին օգտվում են առողջության ապահովագրության համակարգից եւ պետությունը առողջապահական նվազագույն կարիքները մեր սիրելի թոշակառուների համար եւ մեր սիրելի երեխաների համար ապահովում է։ Եվ սա մեր հարգանքի տուրքն է, սա ուղղակի մեզ համար սոցիալական ծրագիր չի, սա մեր հարգանքի տուրքն է մեր 65 պլյուս թոշակառուներին, որովհետև մենք ինչքան էլ վերջին տարիներին մեծ զարգացումներ ենք ունեցել, այնուամենայնիվ այսօրվա Հայաստանի մոտ 60-70%-ը ամեն ինչի կառուցվել է ձեր սերնդի կողմից։ Եվ սա մեր խոնարհումի արտահայտությունն է, մեր ավագ սերնդին, բայց նաև մենք հույս ունենք, որ առաջիկայում արդեն մենք կգերազանցենք այդ թվում կապիտալ ներդրումների ծավալներով խորհրդային Հայաստանի ցուցանիշները։ Մենք արդեն բնակարանաշինության մասով հարգելի ներկաներ, արդեն իսկ առնվազն հավասարվել է խորհրդային Հայաստանի չափանիշներին։ Եվ ես ուզում եմ ասել 2018 թվականից մինչև այսօր մենք տարբեր ծրագրերով $1 միլիարդ, ժողովուրդ խնդրում եմ ուշադրություն դարձնել, $1 միլիարդ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի քաղաքացիներին բնակարաններ ձեռք բերելու հարցում։ 2018 թվականից մինչև այսօր 36,000 ընտանիք ձեռք է բերել նոր բնակարան, այդ թվում ոչ միայն Երևանի կենտրոնում, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով 3,400 բնակարանի տան առանձնատան ծրագիր է հաստատված։ Եվ հետևաբար նոր որակի պետությունը, նաև ես ուզում եմ, քանի որ խորհրդային միությունը հիշեցինք խորհրդային Հայաստանը, այսօր մենք Հայաստանում, այո Երևանում կան
բակեր խաղահարապարակներ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել։ Այսօր մենք կառուցում ենք դպրոցներ, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի որակի դպրոցներ չեն եղել, այդպիսի որակի լաբորատորիաներ դպրոցներում չեն եղել, այդպիսի որակի մարզագույք եւ մարզահրապարակներ եւ ֆիզկուլտուրայի դահլիճներ չեն եղել, որովհետեւ նոր որակի պետությունը նշանակում է նոր որակի կյանք։ Եվ ես ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել այս կետին հասնելու առիթով, որովհետև այո, այս կետին հասնելու համար ժողովուրդ ջան, շատ դժվար որոշումներ են կայացվել, շատ դժվար որոշումներ, մեզ եւ ինչի մեզ չծրեմ այդ ամենը շատերի վրա, ինձ մեղադրել են դավաճանության մեջ, ինձ մեղադրել են, չգիտեմ, օտարներին ծառայելու, ամեն ինչի մեջ մեղադրել են, բայց այսօր շատ կարևոր է հասկանալ հետևյալը, որ մենք այսօր իրականում խաղաղության խաչմերուկ դառնում ենք եւ մենք նաեւ այսպիսի բանակ ունենք արդեն այդ թվում 2022-ին եւ 2024-ին կայացրած որոշումների համար։ Ես մայիսի 28-ին ելույթում էլ ասացի, պետք է հասկանալ ինչն էր պատճառը, որ մենք 2019 կամ 20 թվականներին չունեինք բանակ այսպիսի, չունեինք այսպիսի սպառազինություն եւ տեխնիկա։ Դրա համար եղել է երկու պատճառ։ 2018 թվականից ես ամեն օր այդ թեմայի վրա աշխատել եմ։ Բայց զենքի միջազգային շուկան մեզ համար ըստ էության եղել է կամ փակ, կամ դժվար հասանելի։ Երկու պատճառով։ Առաջինը մեզ ասել են, որ մենք հապկ անդամ ենք եւ արևմտյան տեխնոլոգիաները մեզ չեն կարող լինել հասանելի, որովհետեւ դա կնշանակի տեխնոլոգիաները փոխանցել հապկի։ Բայց սա այնուամենայնիվ ամենակարևոր պատճառը չի եղել։ Ամենակարևոր պատճառը եղել է այն, որ միջազգային գործընկերները եւ արևմտյան եւ արևելյան ասել են հետեւյալը, որ մենք իրենք համոզված են, որ մենք այդ զենքը մտադիր ենք օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս եւ հետեւաբար իրենք չեն կարող մեզ զենք վաճառել։ Եվ միայն 2022-ի Պրագայի որոշումից եւ 2024 թվականի մեն հայտարարությունից հետո, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, զենքի միջազգային շուկաները բացվել են մեզ համար եւ իմիջիայլոց ռազմարտունաբերական համալիրի զարգացումը մենք պետք է նաեւ արձանագրենք, որ շատ այդ կոմպոնենտներ մենք ներմուծում ենք ամեն ինչի, որ Հայաստանում է արտադրվում եւ իմիջիայլոց բոլոր երկրներում է այդպես է։ Ոչ մի երկիր իր կոմպոնենտների 100%-ը չի արտադրում։ Եվ ես ելի ուզում եմ ընդգծել, որ մենք ի վերջո դուրս ենք եկել աշխարհքաղաքական թակարդից եւ այո, մեր նահատակների գնով, կյանքի գնով մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ եւ որ կարեւոր է անսահման հեռանկարներ ունենք մեր առաջ, անսահման եւ միայն ու միայն մեզնից ակախված մենք կօգտվենք այդ հեռանկարից եւ հնարավորությունից թե ոչ։ Եվ այս առումով իհարկե ամենակարևոր փաստը, ինչի առիթով ես ուզում եմ ձեզ շնորհավորել, հետեւյալն է. ի վերջո Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության պայմաններում եւ ես դրա համար դրանում շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Եվ առաջիկա ընտրությունների կարևորագույն հարցը հետեւյալն է. ի վերջո Հայաստանի Հանրապետությունը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ Սա է թիվ 1 հարցը։ Յուրաքանչյուր ընտրող, որ մտնում է ընտրական տեղամաս, մի հարցի պետքա պատասխանի, որովհետև այդ հարցի պատասխանից կախված է բացարձակապես ամեն ինչ։ Մենք խաղաղությանը տեր կանգնում ենք, թե տեր չենք կանգնում, որովհետև էլի պիտի կրկնեմ, որ 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսյա երեխայի, եթե նրա նկատմամբ խնամք չտանենք, հոգ չտանենք, նա չի ապրի պարզապես։ Այս է պատճառը, որ ես կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ բոլորիդ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է էլի արձանագրել, թե ինչ է նշանակում այդ քվեարկությունը, որովհետև դա աթոռի կռիվ չի, դա պաշտոնի կռիվ չի, այդ քվեարկությունը պիտի նշանակի, որ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, եւ այս որոշումը եւ հետագա ընթացքը պետության, անկախության, խաղաղության կախված է մի մարդուց, այս շատ կարևոր է, ամենակարևոր բանն է, որովհետև գիտեք ինչ, մեր իրականության մեջ երբեմն գլուխը բարձրացնում այդ միտումը, թե ես ինչ եմ որոշում, թե որոշված է կամ կորոշվի, այսօր նույնիսկ մարդիկ կան, մոտենում են եւ ինձ ասում են շնորհավորում ենք, ասում եմ ինչի առիթով, ասում են դե որ ընտրությունները հաղթել եք, ասում եմ ժողովուրդ ջան, ընտրությունները մայիսի 7-ին է, տեսեք, սենց բաներ, հունիսի 7-ին է եւ ինչպիսին կլինի ընտրության արդյունքը կախված է մի մարդուց, այդ մի մարդը հետո ինչ կորոշի մնա տանը, ասելով դե մեկա բոլորը եւ ուրիշները անելու են այն ինչ որ ես եմ ուզում անի, թե ինքը կառերեսվի այն փաստի հետ, որ այս բոլոր բարդ ընջուկների եւ հանգուցների հանգուցալուծումը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ երեխեք դուք չեք մասնակցում քվեարկության, դուք սպասեք, դուք հələ քանի տարեկան եք, հա? 11 7 տարի ունես հələ որ այդ մեկ մարդը լինես դու, իսկ այսօր քո հայրիկը, մայրիկը, ավակ քույրերը, եղբայրները, տատիկը, պապիկը իրանք են այդ մարդը եւ հետեւաբար եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ գիտակցում է եւ պատրաստ է իր վրա վերցնել այն պատասխանատվությունը, որը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է նոր որակի, խաղաղ, անկախ, զարգացած եւ անսահման հեռանկարի տերպետություն։ Խնդրում եմ այդ մարդը մի մարդը ձեր բարձրացնի, խնդրում եմ բարձրացրեք եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Նորք Մարաշին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։